Դատական ծախսերը դատական ակտի կայացման ժամանակ ըստ էության դատարանն է կայացնում դա պարտավորությունը վճարելու տնելով կողմի վրա։ Սա այսօր արդիական թեմա է, քանի որ անցած տարի հարկային ուսուցչքում կատարված փոփոխությունների արդյունքում փաստաբանները 5% շրջանառության հարկ որպես վճարներ, այսուհետ արդեն սկսել են վճարել 43% հարկ եւ այս դեպքում մեծ հարկային բեռ են կրում փաստաբանները եւ ըստ էության սրա հիմքով հենց այդ դատական ծախսերի փոխհատուցման հարցը ըստ էության անհրաժեշտ է օրենսդրորեն վերանայել։ Հարկային մեծ փոփոխությունների արդյունքում անհրաժեշտ է վերանայել դատական ծախսերը։ Մենք գիտենք դատական ծախսերը դրանք են ծախսերն են նաեւ, որը ըստ էության կողմը վճարել է կամ պարտավորվում է վճարել մյուս կողմի կատարված իրավաբանական ծառայության դիմաց վճարված վճարը, բայց Հայաստանում դա ըստ էության սահմանում են դատարանները, որը մեր կարծիքով անհրաժեշտ է այս դեպքում նաև վերանայել օրենսդրորեն սահմանել այն նվազագույն շեմը, որը ըստ էության չի կարող դրանից ներքև դատարանները սահմանել, որ մյուս կողմը պարտավորվում է վճարել որպես դատական ծախս մյուս կողմի կրած իրավաբանական ծառայությունների դիմաց վճարված ծախսի համար։ Փաստաբանները սկսած 2025 թվականից ստիպված բարձրացին իրենց ծառայությունների արժեքը, ինչի որտեղ դա պայմանավորված էր հարկային վերջի փոփոխություններով, որով նորից նշեմ, որ փաստաբանը եթե նախկինում վճարում էր 5% շրջանառության հարկ, 2025 թվականից սկսած արդեն վճարում է 43% եւ պայմանավորված այս փոփոխություններով հենց փաստաբանի ծառայությունները թանկացել են, այնուամենայնիվ դատարանների կողմից այսօր կայացված իրենց դատական ակտերում ըստ էության իրականությանը մոտ ծախսեր չեն սահմանում, որ պետք է փոխհատուցի մյուս կողմը։ Պայմանականորեն ընդունենք, որ մենք ունեցել ենք պրակտիկայում դեպք, երբ պատկերացրեք 6 տարի տևած դատավարության արդյունքում, որ ինչքան հիշում եմ վեդիում էր, այսինքն վեդի քաղաքում 6 տարի տևած դատավարության արդյունքում երկու փաստաբան որպես ներգրավելով դատարանը սահմանել է որպես դատական ծախս իհարկե մեր հայցատիմումը բավարարել, բայց սահմանել որ դատական ծախսը ըստ էության 50 թե 60 հազար դրամ։ Սա իրականությանը մոտ այսինքն կատարված ծախսերին մոտ գումար չէ։ Այդ միջին գնացուցակը սահմանվել է փաստաբանական պալատի կողմից 2021 թվականին, հիմա մենք 2026 թվական, այսինքն անցել է 5 տարի, նախ տնտեսական իրավիճակ այսօր չի արտացոլում 2021 թիվը, երկրորդը թանկացել են ծառայությունները եւ երրորդը սա խորհրդատվական բնույթ կրող փաստաթուղթ է, այսինքն պալատի կողմից ինքը պարտադիր բնույթ ունեցող գնացուցակ է եւ մեր կարծիքով պետք է օրենսդրական նախաձեռնություններ, որ փաստաբանների պալատը վերանայի այս փաստաթուղթը այնպես, որ դա սահմանի հենց նվազագույն շեմը, որից ներքև ոչ թե լինի խորհրդատվական բնույթ, այլ սահմանված լինի պարտադիր նվազագույն շեմը, որից ներքև անհնար է այսինքն դատարանները չսահմանեն դրանից ներքև դատական ծախսեր։ Համակարգը ավելի կկարգավորվի, այսինքն այստեղ ըստ էության իրականում կգնահատվի փաստաբանի աշխատանքը, որտեղ մենք այսօր ունենք դեպքեր եւ դատական ծախս սահմանվում է, դատարաններ սահմանում են 25000 դրամ, ինձ հետաքրքիր է դատարանը այդ դատավորը, որ կայացնում է նման վճիռ, ի սահմանելով 25000 դրամ դատական ծախս, ասենք 25000 դրամով այսօր կա ինչ-որ փաստաբան, որ կգրի կամ գոնե կպատրաստի մի հատ հայցատիմում, սա ուզում եմ ասեմ իրականությունից դուրս թվեր են եւ հենց այդ օրենսդրական փոփոխությունները ըստ էության կսահմանեն այն նվազագույն շեմը, որը պարտադիր պետք է մյուս կողմը փաթուցի որպես դատական ծախս եւ ըստ էության նաեւ կգնահատվի փաստաբանի մասնագիտական աշխատանքը։ Սա ըստ էության պայմանավորվում է կատարված աշխատանքի ծավալից, ինչպես նաև դատավարության ընթացքից, այսինքն եթե մենք խոսում ենք բարդ գործերի մասին, որոնք իրանից ենթադրում են մի քանի աստիճանի աշխատանքի իրականացում, ինչպես նաև դատավարության ընթացքում ծագող որոշակի լրացուցիչ աշխատանքների իրականացման անհրաժեշտությունից, այ հենց դրա հետ է պայմանավորված կոնկրետ կատարված
աշխատանքը եւ հենց այդ ամեն ինչը հաշվի առնելով պիտի դատարանները գնահատեն եւ սահմանեն դրան համարժեք դատական ծախսը կնեն կատարված աշխատանքին համարժեք դատական ծախս։ Շատ անհրաժեշտ են այդ ամենական փոփոխությունները եւ ըստ էության մենք կունենանք հենց այդ նվազագույն շեմը, որ դատարանները կսահմանեն հենց այն նվազագույն շեմից վերև կամ հենց այդ առնվազն այդ նվազագույն շեմը եւ ըստ էության կգնահատվի փաստաբանների աշխատանքը այս առումով եւ ինչու՞ չէ նաեւ մյուս կողմը դատավարության մյուս մասնակիցները կհասկանան, որ ունենալով դատական վեճ ըստ էության առնվազն դատական ծախսը, այսինքն կլինի կանխատեսելի թե դատական ծախսը ինչքան կլինի, որտեվ մենք ունենանք այդ գնահատացուցակը, որ պարտադիր նվազագույն շեմ կլինի, որպես դատական ծախս մյուս կողմից բնականցելու հարցում։ Մենք եթե վերցնենք այսօր փաստաբանների պալատի գնահատացուցակը, մենք կտեսնենք, որ այնտեղ տարանջատված է կոնկրետ որ գործերը, որ հայցերով, որ աշխատանքի դիմաց է սահմանված այդ գնահատացուցակը։ Եվ ասում եմ, այդ գնահատացուցակը եւս պետք է լինի տենց տարանջատված կոնկրետ որ գործերով ինչքան պետք է լինի սահմանված այդ նվազագույն շեմը, բայց այնուամենայնիվ մենք պետք է հաշվի առնենք այսօրվա տնտեսական իրականությունը, որտեղ դա այսօր չարտացոլում 2021-ը, անցել են 5 տարի, եւ երկրորդը հարկային այն մեծ փոփոխությունները, որը կատարվեցին 2025 թվականին։